Լսենք ժողովուրդ։ Այլ արիկը գրեմ ոնց որ տեղում չի։ Հա, պատրաստ եք։ Լավ, եկեք հետո Պարոն Դանելյան, նախ ուզում եմ անդրադառնալ ինչու այն հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, օրինակ հայ-թուրքական հարաբերությունների մեծ ջատագովը չի գնում Անտալիա ֆորումին։ Ինչն է պատճառը, այս փուլում չի գնում։ Չեմ կարող այդ հարցին այսպես ասած սպառիչ պատասխան տալ, ինչ որ ասեմ կարող ենթադրությունների տեսքով ասեմ, ես ենթադրում եմ, որ այս պահի դրությամբ միգուցե Էրդողան Փաշինյան, այսպես ասած, այն ջերմ գրքի սեղմելու պահերը եւ այն հարաբերությունները, որ կան, կարող է նաեւ այս էլեկտորալ պրոցեսների ժամանակ որոշակի առումով քվեների առումով իր համար խնդիրներ առաջացնի, ենթադրում եմ, եւ դրա համար այս պահի դրությամբ երևի միգուցե խուսափել է այդ հանդիպումից, ենթադրում եմ, բացասական ազդեցություն ունենալ, ես այդ ենթադրություն ունեմ, ուրիշ ինֆորմացիայի տեղյակ չեմ։ Պարոն Դանելյան, ցուցակներին էլի անդրադառնանք, ձեզ համար ոնց հասկացա, անակնկալ է եղել, որ դուք 14-րդ տեղում եք ցուցակի, ինչ եք կարծում, դուք անելիք չունեիք Ինչից ենթադրեցիք, որ ինձ համար անակնկալ է եղել, կամ ինչից ենթադրեցիք, որ ինձ համար կարևոր է ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելը։ Ինձ համար երբեք էլ դա կարևոր չի եղել, ես թե 18 թվականի ռեյտինգային ընտրությունների ժամանակ, թե դրանից հետո 21 թվականի ընտրությունների ժամանակ երբեք ոչ դժգոհություն ունեցել եմ իմ տեղի հետ կապված, ոչ էլ մեր թիմում տենց պայքար չկա ցուցակի տեղի համար, ինչ որ տենց մարտեր առանց կանոնների բանել, այդ պատկերացումները չեն քննարկել։ Ես ինքս ասել եմ իմ ընկերներին, որ ինձ համար նշանակություն չունի ես ցուցակի որտեղը կլինեմ, ինձ համար նշանակություն չունի ցուցակում կլինեմ թե չեմ լինի, ինձ համար դա բացարձակ նշանակություն չունի։ Իմ պայքարը ոչ մանդատի համար է, ոչ падգամավոր լինելու համար է, ոչ էլ ես այդ առիթը տվել եմ ինչ որ մեկի մտածելու, որ ես կներեք վերջացնեմ, առիթը տվել եմ որևէ մեկի մտածելու, որ ես падգամավոր դառնալու, այսպես ասած, sense անհագուրց ցանկություն ունեմ։ Տեսեք, Գելապի հարցումներ հրապարակվեց, դրան զուգահեռ նաև տարբեր գործիչներ հրապարակումներ են անում, որ Հայաստան դաշինք այս անգամ 8%-ի շեմը չի հաղթահարի, դուք իսկապես այդպես կարծում եք եւ երկրորդ հարցն էլ կամ նայեք, բոլոր ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը բացառում են Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած տեսակի համագործակցություն։ Սա ինչի մասին է խոսում, որ ինչի չեն ուզում ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել, ինչն է պատճառը։ Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ բացի իշխանություններից մենք ուրիշ թիրախ չունենք։ Եվ մենք հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ օգտագործելով առիթից եւս մեկ անգամ ասում ենք, որ մենք բաց ենք համագործակցության համար եւ նոր խորհրդարանը ձևավորվելուց հետո ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է այդ հարցը տան, թե եթե իրար հետ չեն համագործակցելու իշխանություններին հեռացնելու իրենց օրակարգը ո՞րն է, այդ դրան պիտի պատասխանենք։ Մենք պարզ ասել ենք, որ մենք համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ, գործող իշխանություններին, դուք այդ հարցը տվեք այդ ուժերին, հարցրեք խորհրդարանում հայտնվելուց հետո, եթե ընտրության հարց լինի իրենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցություն են պատկերացնում, թե քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելու։ Սա շատ կարևոր։ Ցանցությունն ասում է մենք մեծամասնություն ենք լինելու, չենք մտածում այդ հարցը։ Ասում են այս գլխից չենք համագործակցի։ Ես անկեղծ ասեմ, քանի որ միգուցե նաև այդ անկեղծության համար շատ ժամանակ միգուցե նաև քննադատություններ եմ արժանում, ես այս պահի դրությամբ որևէ մի ուժի 50+1 այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Եվ ԿՊ-ին եւ ընդդիմադիր ուժերին այս պահի դրությամբ մեծամասնություն ձևավորելու, նաեւ իմ շփումների արդյունքում եմ ես դա նկատել, մեծամասնություն կազմելու 50+1-ի չկա եւ ոչ ես ուզում եմ
չգիտեմ, խաբել մեր ժողովրդին, ոչ մոլորեցնել, որովհետև դա իմը չէ, ես կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը այս պահի դրությամբ հնարավորությունը ունի, կա այդ հնարավորությունը ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է Նիկոլ Փաշինյան իշխանությունից հեռացնել, այսօր կան ձևավորված դաշինքներ, բլոկներ, եւ իրենք հնարավորություն ունեն այդ 50+1 ապահովելու առանձին վերցրած մեկ ուժը այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Պարոն Դանելյան, հնարավոր է, որ իշխանությունը, քանի որ պարբերաբար ասում է, անհնար է, որ այդ ուժերը իրենց ձայները չտան Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը փորձում են ասել, որ չէ, իրենց ձայները իրենց են մնալու, այսինքն այս ֆակտորը աշխատում է այս պարագայում, որտեղ իշխանությունը ամեն կերպ փորձում է հասարակությանը համոզել, որ այդ ուժերը աներկբա տալիս են իրենց ձայնը Ռոբերտ Քոչարյանին։ Այդ ուժերը ունեն առաջնորդներ։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ ցանկացած քաղաքական ուժ տեսնում է իր առաջնորդին վարչապետի պաշտոնին։ Բնականաբար դա առաջնային խնդիր է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար, բայց ես անկեղծ եմ ասում, չեմ պատկերացնում, եթե հարցը գնա նրան, որ ընտրության հնարավորություն լինի, այդ ուժերը ուղղակի մեզ չի տեղավորում էլի, որ կընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Բնականաբար առավելագույն քվեստացած ուժը շատ ավելի մեծ հնարավորություն ունի եւ տրամաբանական է, որ հենց այդ ուժի շուրջը պետք է լինի, այսպես ասած, կոնսոլիդացիա։ Դա տրամաբանական է եւ այս առումով ես խնդիր չեմ տեսնում։ Եվ մեր դաշինքն էլ հենց հայտարարել է, որ մենք պատրաստ ենք համագործակցելու, պատրաստ ենք իշխանափոխություն անելու համար, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, խոսելու, պայմանավորելու եւ այստեղ ամենևին ոչ թե այսպես ասած մեկ անձի գործոնը եւ հանգամանքը պետք է հաշվի առնեն, այլ ընդհանուր Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին տուն ուղարկելու հարց։ Պարոն Դանելյան, տեսեք, ցուցակի առաջին տասնյակում երկու Քոչարյան կա, սա ժողովրդավարության տեսանկյունից արդյոք խնդրահարույց չէ։ Ցուցակը բացում է տան մի անդամը, առաջին լավագույն տասնյակը եզրափակում է տան մյուս անդամը։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Ես կարող եմ ձեզ հետևյալն էլ ասեմ, կարող է լինել երկու Կիրակոսյան, երկու Դանելյան, հիմա ազգանվան վրա մի ֆիքսվեք եւ Լևոն Քոչարյանը մեր թիմի անդամն է, Լևոն Քոչարյանը գործող падգամավոր է եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում ցուցակում ընդգրկվելու մարդկանց եւ դա որևէ մի նշանակություն չունի։ Որևէ չեմ կարծում, թե դա խնդիր է, դա